Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց դողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարդարանն եմ, այսօր զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Բարև ձեզ։ Շատ բարև ձեզ։ Պարոն Բաբաջանյան, շաբաթ օրը ի թիվս այլ քաղաքական ուժերի ձեր կուսակցությունը նույնպես համագումար հրավիրեց եւ որոշում կայացվեց մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Սկսենք պատճառից, ինչու եք որոշել մասնակցել։ Մենք չափազանց կարևոր ասելիք ունենք եւ անելիք ունենք քաղաքական այս ներկա դասավորությունը համարում ենք ծայրաստիճան վտանգավոր Հայաստանի համար եւ կարծում ենք, որ մեր պատկերացումները, մեր ընկալումները մեր պետության զարգացման, ներքին եւ արտաքին քաղաքական հիմնահարցերի շուրջ ունի գոյաբանական արժեք եւ նշանակություն եւ այդ իմաստով անպատասխանատու կլիներ, ծայրաստիճան անպատասխանատու կլիներ մեր այլ որևէ որոշում։ Հետևաբար կարծում եմ, որ այն բոլոր բաց թողումները, որ մեր պետության քաղաքական կյանքում ունենք, դրանք պիտի հնչեն, հանցագործների անունները պիտի տրվեն, դավաճանների անունները պիտի հնչեն եւ առասարակ անպատասխանատվության եւ պետության սահմանը պիտի հստակեցվի եւ կարծում եմ, որ մեր դերը եւ անելիքը նաեւ հենց սրանում է։ Պետության սահմանը պետք է հստակեցվի, կներեք զուգահեռ տարեիշխող քաղաքական ուժի այդ քարոզչական թեզի հետ, որ Հայաստանի Հանրապետությունը այսքան է այդ նկատի ունեք, թե այլ։ Ամենևին։ Գիտեք, հիմա վերջին օրերին եռագլուխ ինչ որ հրեշների մասին պատկերավոր հայտարարություններ են արվում։ Շատ իրավամբ պիտի ասեմ, որ համաձայն եմ վարչապետի հետ նաև, որ փորձում են ռեինկարնացիայի ենթարկել կոալիցիան 2008 թվականի օրինակ Բարգավաճ Հայաստան Դաշնակցություն Հանրապետական կուսակցության տեսքով, բայց ես ուզում եմ, որպեսզի մենք հավաքական պատասխանատվությամբ նաև ինչ որ կերպ գնահատականի արժանացնենք այն իրականությունը, որի մեջ Հայաստանը եղել է, զավթված ըստ էության խունտայի կողմից, հանցագործների կողմից, մաֆիայի կողմից եւ մեր հավաքական անելիքը այս ամենին։ Գիտեք, 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ կարևոր վերդիկտ է հրապարակել այդ կոալիցիայի մասին։ Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով կարևոր որոշում է, ոչ թե ազգային դատարանի կողմից, միջազգային դատարանի կողմից։ Որտեղ հստակ արձանագրվել է, որ օրվա իշխանությունը իդեմս քաղաքական կոալիցիայի Դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան եւ Հանրապետական կուսակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ամբողջ դատախազական համակարգը, քննչական մարմինները, ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն, դատական համակարգը, այս ամբողջ բուրգը մաֆիական կյանքի իրավունք է խախտել եւ գնդակահարել է ժողովրդավարության վրա 10 անզեն խաղաղ ցուցարար է սպանվել։ Հիմա այս դատական ակտը հստակ ցույց է տալիս վերջին 17 տարվա, այդ թվում նաև հեղափոխությունից հետո 7 տարիների պետության ձախողված իրականությունը եւ անգործությունն է ուղղակի ցույց դնում։ Եվ դա պիտի կոնկրետ հետևանք ունենար, ոչ միայն քաղաքական, այլև իրավական։ Եվ մեր համոզմամբ դա հավասարազոր է, օրինակ, չգիտեմ, կոմունիստական Լեհաստանի կամ կոմունիստական Չեխիայի հակաժողովրդավարական ուժերին տրված այն գնահատականները, որոնք հնարավորություն չեն տալիս օրինակ այլևս ժողովրդավարական Լեհաստանում կամ ժողովրդավարական Չեխիայում ժողովրդավարության հակառակորդ քաղաքական ուժերին եւ անհատներին երբևէ մասնակցել քաղաքական գործընթացներին, ավելին պետական պաշտոն զբաղեցնել կամ դասախոսական նույնիսկ գործունեություն ծավալել։ Կարծում եմ սա պիտի լիներ պետության
այն սահմանը, որով մենք պիտի կարողանայինք մեր պետության ժողովրդավարական ինստիտուտները պաշտպանել։ Դե որպեսզի դա լիներ, կներեք, պարոն Բաբաջանյան, որպեսզի դա լիներ, պիտի լիներ այն գործընթացը, որը կոչվում է լուստրացիա։ Լուստրացիա կամ քաղաքական իրավական գնահատական, ինչը չարվեց հեղափոխությունից հետո եւ ինչի պակասը մենք ամեն օր զգում ենք։ Եթե այդ գնահատականը տրվեր, մենք պետք չէինք ունենա հեղափոխության 8-րդ տարում դեռևս հրեշի տեսքով եռագլուխ հրեշի ինչ որ նկարագրությամբ զբաղվել ազգային ժողովում։ Կարծում եմ մենք արդեն վաղուց դուրս դրած կլինեինք մեր քաղաքական միջավայրից այս հրեշներին, այս մաֆիային, որոնք ընդհանրապես Հայաստանի ամրապնդման, Հայաստանի զարգացման, Հայաստանում ժողովրդավարական համակարգի ամրապնդման օրակարգ չունեն, նրանք արտաքին շատ որոշակի սուբյեկտի էմիսարներ են, կլիենտներ են եւ առանց թաքցնելու պետք է ասել, որ այդ պատվիրատուն Պուտինն է եւ Հայաստանում էլ 2021 թվականից ի վեր ընդդիմությունը Պուտինն է, անձամբ Պուտինը եւ մեր հավաքական անելիքը եւ պատասխանատվությունն է այս պահին ընդհանրապես որոշելու Պուտինը պիտի շարունակի Հայաստանի քաղաքական միջավայրում որևէ դերակատարություն ունենալ, թե ի վերջո հայ ժողովուրդը մենք բոլորս հավաքականորեն պատասխանատվությամբ կլծվենք եւ իշխանության ընդդիմադիր հատվածը կվերապահենք այն ուժերին, ում համար ոչ պակաս կարևոր է Հայաստանի եւ խաղաղության եւ զարգացման եւ ժողովրդավարական ինստիտուտների եւ պետության ամրության են կարևոր անելիքները, որոնց շուրջ խոսվում է, բայց որոնց վերաբերյալ անհրաժեշտ քաղաքական կամք եւ վճռականություն հանդես չենք բերում հավաքականորեն, որպեսզի նաեւ այդ անպատասխանատվության եւ պետության սահմանը վերջնականապես գծվի եւ չլղոզվի ոչ մի դեպքում։ Պարոն Բաբաջանյան, վերադառնալով ընտրություններին, տեսեք, Գյումրի ընտրություններից հետո մի շարք փորձագետներ, մի մասը սրտացավոր են, մի մասը չարախնդալով, այսպես արդեն պապանակար էին որոշում դնել մասնավորապես եվրոպական արևմտյան արժեքների դավանող քաղաքական ուժերի վրա, այդ թվում նաև Հանրապետության կուսակցության, քանի որ դուք այնտեղ հանդես եկաք կոալիցիայով, ընդ որում նաև մեղադրանքներ հնչեցին, որ դուք ըստ էության խանգարեցիք իշխանություններին թույլ չտալ այդ ձեր ասած հրեշի գլուխներից գոնե մեկին այնտեղ գլուխ բարձրացնել, եւ եթե դուք գնայիք գործակցության իշխանությունների հետ, այնտեղ պատկերը այլ էր լինելու, այսինքն ըստ էության դուք Գյումրիում ձայներ փոշիացրեցիք, այդ մեղադրանքն է, իմ կարծիքից չէ։ Բայց այնուհանդերձ ակնկալիք կար, որ գալիք խորհրդարանական ընտրություններում էլի համախմբման ինչ որ փորձ կարվի, էլի այդ նույն Եվրակվի դրամաբանությամբ կլինի, այլ դրամաբանությամբ միգուցե կլինի, բայց մենք տեսանք, որ Հանրապետություն կուսակցությունը ըստ էության որոշեց միասին առանձին հանդես գալ, պարոն Խզմալյանը մեկ բոլորին դեմ էր, հիմա պարզվեց այնքան էլ դեմ չի, եւ այլն, եւ այդ կոալիցիան չկայացավ, ինչու։ Մեր խիղճը մաքուր է մեր ժողովրդի առաջ, մենք առաջին օրից հայտարարել ենք, որ համագործակցության կողմնակից ենք եւ ամեն ինչ արել ենք, որպեսզի կրկնենք Եվրակվեի հաջողությունը։ Ամեն ինչ արել ենք, թե Եվրակվեի ժամանակ նյութապես մասնակցել ենք, որպեսզի այդ ստորագրահավաքը կարողանանք իրականություն դարձնել եւ դրոշակակիրն ենք եղել այդ նախաձեռնության եւ փորձ ենք արել, այո, որպեսզի տեղական ընտրությունների մակարդակում կարողանանք արդյունավորել, կապիտալիզացնել ձեռքբերումը Եվրակվեի, բայց դա ամենևին չէր նշանակում, որ համապետական այս ընտրություններում մենք իրական հաջողության հասնելու պակաս շանսեր ունենք։ Մեզ տրվում էին հարցումներ, փակ եւ բաց, այդ թվում նաեւ մեր միջազգային գործընկերների կողմից, որ շատ մեծ է հաջողության հասնելու, միասնաբար հաջողության հասնելու հնարավորությունը։ Բայց մեր գործընկերները այդպես որոշեցին, Տիգրան Խզմալյանի հետ կար կոնցեպտուալ եւ սկզբունքային անհամաձայնություն, եւ այդ խզումը սկսվեց օգոստոսի 8-ի համաձայնությունների շուրջ մեր
տարընթերցումների այսպես արդյունքում իրենք կամ եվրոպական կուսակցությունը բոլորովին այլ կերպ սկսեց ընկալել, մենք այլ ճանապարհով գնացինք։ Արամ Սարգսյանի հանրապետության հետ տարբերություն չենք ունեցել այդ ընկալումների մասով, բայց իրենք առնվազն պիտի խոստովանեմ եւ բացահայտում անեմ անցյալ տարի մայիս ամսին Արամ Սարգսյանը իմ կաբինետում ասում էր, որ կասկած չկա, որ մենք միասին պիտի գնանք։ Դրանից հետո ես իրեն անձնապես այլևս չեմ հանդիպել, լսել եմ ուղղակի իր հարցազրույցները, հասկացել եմ, որ ինքը այդ գոնե որոշումից տարբերվող այլևս որոշում է կայացվել իր կուսակցության ներսում եւ իրենք որոշել են առանձին գնալ։ Ես չգիտեմ ճիշտ ասած այնտեղ նոր ինչ որ գործընթացներ են, Բարգավաճ Հայաստանի նախկին ինչ որ նոր ֆորմացիաներ են ի հայտ եկել, որոնք չգիտեմ ինչքանով կապ ունեն ընդհանրապես ժողովրդավարության հետ, որտեղ կոնկրետ անձինք, կոնկրետ ներգրավված են եղել ընտրական համակարգի այլասերման հետ եւ եթե այդ մարդկանց հետ կա ընդհանուր ճանապարհ գնալու սա ինձ մոտ հարցեր է առաջացնում, բայց մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ մենք մեկ կուսակցությամբ անկախ նրանից դա կլինի մեր կուսակցությունը, այլ կուսակցություն պատրաստ ենք կոալիցիայի տրամաբանությամբ, որպեսզի ավելորդ ռիսկեր չվերցնենք մեզ վրա ուրեմն գնալ ընդլայնված ցուցակով եւ եթե դրանում ներգրաված կլինեն այլ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների գաղափարակից անհատներ, ուրեմն պատրաստ ենք այդ ճանապարհով գնալ եւ այդ ճանապարհով գնացել ենք։ Ֆիլտր է եղել, ժամանակի ընթացքում միացել են, առանձնացել են մարդիկ նաև պայմանավորված է տոքսիկ քաղաքական միջավայրով ներգրավվել, չներգրավվել, թիրախ դառնալ, որտեղ հասկանում եք գործընթացի մեջ հայտնվելը միանգամից ավելորդ այսպես մեծ հարցակում է նաև ենթադրում եւ մարդիկ այդքան կամային բան չունեն որպեսի կարողանան դիմանալ, մենք որոշել ենք կռիվ տալ, որովհետև ով ենք մենք այն կորուստների փաստը հաշվի առնելով, որը մեր կյանքի ընթացքում է տեղի ունեցել, մեր նորագույն պատմության հոկտեմբեր 27-ի դրան հաջորդած քաղաքական սպանությունների ու հետապնդումների մարտի 1-ի առաջին պատերազմի, քարորիայի եւ 44-օրյա պատերազմի ես ամբողջ իրողությունները մեր աչքի առաջ են եւ դրանց ամենակարևոր նպատակն է եղել եւ մնում Հայաստանի հարատեվությունը ապահովելը։ Այս փաստերը, այս կարևոր իրողությունները հաշվի առնելով նաև մենք որոշում կայացրինք մասնակցել այս ընտրություններին, անկախ նրանից մեր գործընկերները անհրաժեշտ հասունություն եւ խոհեմություն, լրջմտություն հանդես կբերեն թե ոչ, որովհետեւ մեր ասելիքը տարբերվելու է թե նրանցից, մեր գործողությունները էապես առաջիկա հաղորդակցության մեր փորձերը մարդկանց սրտերին հասնելու բոլորովին այլ եղանակներ են ենթադրում, որովհետև նաև շատ պատրաստված պրոֆեսիոնալ թիմ ենք ներգրավել, որպեսզի կարողանանք այդ հաղորդակցությունը մարդկանց հետ հարաբերվելու հնարավորինս ուրեմն արդյունավետ կազմակերպենք։ Դուք ասացիք, որ Հայաստանի առաջին խնդիրը որ կա մեծ գլոբալ իմաստով դա գոյաբանական խնդիր է եւ այդ գոյաբանական խնդիրը լուծելու համար մի քանի ենթախնդիրներ ենթադրում են որ պետք է լուծեն դրանցից մեկը խոսենք այդ մասին մեկը ասացիք որ պետք է այնպես անել որպեսզի Հայաստանում ձեր խոսքերն եմ կրկն Պուտինը դադարի լինել ընդդիմություն, այսինքն ընդդիմությունը պետք է իրական ընդդիմությունը այն ուժերին, որոնք հանդես են գալիս այդ ձեր ասած ուղղությամբ, պետք է տանի գծի լուսանցք, ինչպես։ Ընտիր հարցադրում է, ես կուզեմ ավելի այսպես տարբեր շերտերի բաժանել ձեր հարցադրումը։ Նայեք, կարծում եմ, որ ռուսները այդքան միամիտ չեն, որ այստեղ հույս ունենան, որ կարող են իշխանություն վերցնել, բայց կարծում եմ իրենց նպատակն է հնարավորինս ուրեմն ներկայանալի դերակատարություն ստանձնել քաղաքական ապագա համակարգում։
այսինքն գործող իշխանության վզից որքան հաստ կկարողանան այդ պարանը գցել։ Մեր խնդիրն է թույլ չտալ, որ այդ պարանը առհասարակ պարան լինի, իսկ նվազագույն խնդիրը գոնե այդ պարանը շատ հաստ չլինի, որտեղ իրենց նպատակը նաև այդ ընդդիմությամբ խեղտելն է Հայաստանի պետությունը եւ Հայաստանի պետականությունը, որտեղ այն ինչ որ Պուտինը պահանջում էր շաբաթներ առաջ Հայաստանից, դա մեր պետականությունն էր։ Օվերչուկի հիշեցումը Թուրքմենչայի պայմանագրի գոնե հղումը հենց դրա արձանագրումն էր։ Եվ այդ ուժերը, որոնց նկատի ուներ Պուտինը, ծպտուն չեն հանել այդ մասին։ Ընդհանրապես իրենք կարծում եմ, որ հենց այդ օրակարգը սպասարկելու նաև Հայաստանը Թուրքմենչայի պայմանագրի ժամանակներ վերադարձնելու նպատակ են հետապնդում, երբ Հայաստան ուղղակի գոյություն չուներ, սա տարածք էր ուղղակի, որը Պարսկաստանից վերցվեց, միացվեց ռուսական կայսրությանը։ Հիմա մենք սա է որ չպիտի թույլ տանք, որտեվ ինչպես թուրքերը մեր ժողովրդի ֆիզիկական գոյության հետ հաշտ չեն, այնպես էլ Ռուսաստանը մեր պետականության գոյության հետ հաշտ չի։ Եվ այստեղ շատ կարևոր է թե մենք ներսում քաղաքական ինչ պատասխան կտանք այս պահանջին Ռուսաստանի կողմից մեզ հրամցված պահանջին։ Երկրորդ գոյաբանական ասելով ես նկատի ունեմ խաղաղությունը եւ պատերազմը, որը կրկին շարունակում է սեղանին մնալ եւ շատ կարեւոր է ընդհանրապես հասկանալ թե ինչ պատասխանատվությամբ եւ որքան պատասխանատու ենք մենք ընդհանրապես այդ օրակարգի առաջ եւ Հայաստանի ստանձնած պայմանավորվածությունների առաջ։ Շատ ուզում եմ զուգահեռներ բերել Լիբանանի իրադարձություններին վստահ եմ հետևում եք։ Ինչ տեղի ունեցավ Լիբանանի հետ մի տարի առաջ։ ԱՈՒՆ-ը ստանձնեց իշխանությունը եւ Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը իրեն ասացին, որ մենք որևէ խնդիր չունենք Լիբանանի հետ, Լիբանանի խաղաղ գոյության հետ, բայց Հեզբոլայի հարց կա։ Հեզբոլահը պիտի զինաթափվի եւ դառնա բացառապես քաղաքական միավոր խորհրդարանում կամ այդ երկրի քաղաքական կյանքում։ Սրա հետ ինչ կարող է կանել։ Կառավարությունը ստանձնեց, հանձնառություն վերցրեց, որ ինքը կկարողանա զինաթափել Հեզբոլահին։ Մի տարի հետո, այն ինչ որ հիմա տեղի է ունենում Լիբանանի հետ, ուղիղ այդ պայմանավորվածության խախտումն է։ Ըստ էության Լիբանանի կառավարությունը համարվեց ոչ պայմանագրունակ, недоговороспособный։ Աշխարհի հետ Հայաստանը նույնպիսի պայմանավորվածություն է կայացրել սահմանադրության հետ կապված։ Առաջիկայում այս ընտրությունները չեն հիմնական հարցը։ Հայաստանը ի վիճակի լինելու է սահմանադրական հանրաքվե անցկացնել, թե ոչ, որովհետև այդ պայմանավորվածությունը մենք կայացրել ենք Միացյալ Նահանգների հետ եւ Եվրամիության հետ։ Սահմանադրական հանրաքվե կարողանալու ենք անցկացնել, այստեղ խնդիրը չէ, խնդիրը 65% սահմանադրական մեծամասնությունը այդ ապահովելու խնդիր կա։ Պարոն Սարդարյան, այս հիմնարար հարց է եւ Հայաստանի գործող իշխանությունները չեն կարողանալու այդ 65%-ը ապահովել։ Եվ չափազանց կարեւոր է որպեսզի մենք կարողանանք տեղ ունենալ խորհրդարանում։ Այդ 65%-ը չափազանց կարեւոր է ապահովել երկրի համար այս ֆունդամենտալ որոշումը կայացնելու համար։ Իդեպ ասեմ, որ Ալիևը թերևս միակ առաջնորդն է աշխարհի, որ չի ուզում, որ Հայաստանում սահմանադրությունը փոխվի։ Եվ ամեն ինչ անում է դրա համար իդեպ, անընդհատ պայման դնելով սահմանադրական փոփոխությունների, որպեսզի ինչ անի։ Անընդհատ ցույց տա, որ Հայաստանում ի վիճակի չեն սահմանադրական փոփոխություններ տեղի ունենալ եւ հայ ժողովուրդը ռևանշիստ է, որպեսզի միշտ լեգիտիմ առիթ ունենա Հայաստանի վրա հարձակվելու։ Այսինքն դուք ըստ էության կողմ եք այն մտքին, այն գաղափարին, որ երբ վարչապետը ասում է, որ եթե մենք չունենանք սահմանադրական հանրաքվե, դրան հետևելու է ծանր եւ կործանարար պատերազմ։ Որովհետեւ այդպիսի պայմանավորվածություն մենք օգոստոսի 8-ի խաղաղության գործարքի մի մասը նաև այդ հարցը լուծելն է։ Եվ մենք պիտի հասկանանք, որ այս հարափոփող աշխարհում անմիջապես մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները եւ այն փխրուն, բայց շատ կարևոր խաղաղությունը, որ մենք կարողացել ենք այստեղ հաստատել, դա կայունացնելու եւ հարատև դարձնելու միակ միջոցը պատասխանատու քաղաքական միջավայր ձևավորելն ու քաղաքական ծանր, բարդ, բայց որոշումներ
կամային որոշումներ կայացնելու ընդունակությունն է եւ ամենակարևորը որպեսզի մենք թույլ չտանք որ խաղաղությունը կախված լինի մի անձից մի քաղաքական ուժից եւ մի ընտրական ցիկլից սա ամենաանթույլատրելին կլինի եւ ամենաանպատասխանատու վերաբերմունքը այն ձեռքբերված պայմանավորվածություններին որոնք մեր երկրի համար ունեն էգզիստենցիալ կամ ինչպես դուք նշեցիք գոյաբանական նշանակություն խոսքը օգոստոսի 8-ի եւ դրան հաջորդած թե տնտեսական, թե անվտանգային այն բոլոր պայմանավորվածություններին, որոնք ամբողջացնում են օգոստոսի 8-ի այդ հրճակագրերը յուրաքանչյուրը թե էներգետիկ համագործակցությունը, թե տեխնոլոգիական համագործակցությունը, թե ճանապարհների ապաշրջափակումը, փոխկապակցվածությունների ստեղծումը ստեղ դարձնում են ուրեմն խաղաղության գործընթացը անշրջելի։ Մենք որպես պատասխանատու քաղաքական սուբյեկտ այ քաղաքական խաղաղության անշրջելիության ջատագովն ենք եւ կարծում ենք որ խաղաղության շուրջ համախոհությունն ու համերաշխությունը այդ օրակարգի շուրջ չափազանց կարևոր է ներսում մենք այսօր կանգնած ենք մի ընտրության առաջ որտեղ խոսվում է մեզ պետք է այդ խաղաղությունը թե ոչ անթաքույց խոսվում է պատերազմով ինչ որ տարածքներ վերադարձնելու հնարավորության մասին շնորհակալություն պարոն Բազարյանին սա հիմա պիտի մեր հասունությունից մեր քաղաքական միջավայրի հասունությունից է կախված թե աշխարհը ընդհանրապես ինչպես կվերաբերի մեզ, մեր որպես պետություն եւ որպես հանրություն եւ որքան պատասխանատու եւ անհրաժեշտ ուրեմն հասունությամբ մենք կմոտենանք այս հարցերին, որպեսզի Հայաստանը միջազգային գործընկերների համար լինի պայմանագրունակ դագավարասպասովնի երկիր ոչ թե կիսի այն ճակատագիրը որ հիմա Լիբանանին է բաժին հասել Պարոն Բաբաջանյան, քանի որ դուք ըստ էության իշխանության հետ համաձայնվείτε, որ խաղաղությունը պետք է լինի անշրջելի եւ անքննարկելի, ըստ էության։ Դրանով հանդերձ միաժամանակ ես ենթադրում եմ ամենայն դեպս գոնե վերջին շրջանում ձեր խոսույթից դատելով եմ ասում, որ որոշ հարցերում դուք իշխանության հետ ճանապարհի իմաստով այնքան էլ համամիտ չեք, դուք ավելի արմատական քայլերի կողմնակից եք, դուք ասում եք, որ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ընդ որում դա պետք է անել անմիջապես, 3 պայմանական ասած, բայց բոլոր նման հարցադրումները երբ առաջ են գալիս, միշտ ցանկացած մեկի մոտ կլինի հասարակ շարքային քաղաքացի, թե կլինի ձեր ընդդիմախոս, ասում է, բա լավ, դրա փոխարեն ինչ, այլ ընտրանքը ո՞րն է։ Նայեք, ես ուզում եմ նախ խոսենք բալանսավորման քաղաքականության մասին։ Այսօր վարչապետը դրա մասին էր խոսում նաև որպես կարևոր առավելություն մատնանշելով։ Ես դեմ չեմ բալանսավորմանը, բայց երբ որ դու մշտական բնակության հասցե չունես եւ օդում խարխափող ես, դու չես կարող որևէ բան բալանսավորել։ Եթե ոտքի տակ հենման կետ չկա, դու չես կարող որևէ բան բալանսավորել։ Չի կարելի մի քիչ լինել ՀԱՊԿ, մի քիչ ԵԱՏՄ, մի քիչ ԵՄ եւ խոսել ուրեմն բոլորին բավարարելու այս մեր քաղաքականությունը կոչել բալանսավորում։ Ես ասում եմ, որ Հայաստանը ունի օրենք մեր ջանքերով, ստորագրահավաքով մենք կարողացել ենք հասնել նրան, որ Հայաստանը պիտի լինի Եվրոպական միության անդամ եւ որին պիտի անմիջապես իդեպ այդ քննարկումների ժամանակ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահը ասաց այս օրենքին պիտի հաջորդի անմիջապես DCFTA-ի շուրջ բանակցությունները այսինքն Հայաստանը պիտի հայտարարեր Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը կախակայելու եւ եվրոպական մաքսային տարածքին միանալու վերաբերյալ բանակցություններ ես հանդիպել եմ փոխվարչապետի հետ դրանից անմիջապես հետո կարևոր քննարկումներ ենք ունեցել հասկանալու համար ոլորտային ինչ բանակցություններ պիտի սկսվեն ոչինչ չի արվել եւ դրա շուրջ մենք ունենք այո խորը անհամաձայնություն որովհետեւ եւ տեմպի եւ խորության եւ բովանդակության շուրջ չունենք ընդհանուր ընկալում բայց սա չի նույնիսկ ամենակարևոր հարցը ես կարծում եմ որ մենք պետության ամրության ներքին դիմակայունության եւ դիմադրողունակության շուրջ կարևոր հարցեր ունենք որը վերաբերում է օրինակ արդարադատությանը նայեք այս ընտրությունների ամբողջ գործընթացը ուրեմն ուղեկցվում է տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գող ավազակ կոռուպցիոներ ուրեմն այսպես բաներով պիտակավորումներով ես ասում եմ մենք այս ինչ քաղաքական միջավայրում ենք եթե այդ մարդիկ գող են
կոռուպցիոներներ են, ավազակներ են, իսկ ես լրիվ համաձայն եմ այդ բնորոշումների հետ։ Այդ մարդիկ ոչ թե պիտի ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենան, այդ մարդիկ պիտի համապատասխան ազատազրկման վայրերում պիտի ցուցմունք տան։ Եվ ես այստեղ կարելի է Վիսոցկու ձայնով ասել, որ должен сидеть в тюрьме։ Այո, եւ ես կարծում եմ, որ հապկից դուրս գալու, ԵԱՏՄ-ից դուրս գալու այս գործընթացները պայմանավորելու են, թե մենք որքանով ուրեմն բավարար կամք վճռականություն հանդես կբերենք ներսում այս հարցերը լուծելու, որտեվ կարծում եմ, որ ընդհանրապես առանց արդարադատության եւ դատական համակարգի եւ մեր ժողովրդավարական գործընթացները անհրաժեշտ դատական իշխանությամբ պաշտպանելու ուղղված քայլերի մենք չենք կարող արտաքին այդպիսի հիմնարար որոշումներ կայացնելու։ Ընդհանրապես մենք մեր արտաքին քաղաքական վճռականությունը ուղիղ կապ ունի, թե մենք ներսում ինչպիսի պետություն ենք ստեղծում, կառուցում եւ ինչպես ենք պետական ինստիտուտները ներսում պաշտպանում։ Որքան ամուր լինենք ներսում պետական ինստիտուտների եւ որքան կախված չլինեն ընդհանրապես այդ վճռական որոշումները անհատներից եւ որքան դիմակայուն եւ ամուր լինեն ինստիտուտները, այնքան մենք ավելի ուրեմն կամք վճռականություն եւ հետեւողականություն կունենանք մեր արտաքին քաղաքական որոշումներում եւ այս իմաստով կարծում եմ, որ մենք լրջագույն անելիքներ ունենք երկրի ներսում ամրացնելու համար պետական ինստիտուտները, որպեսզի վիճակի լինենք նաև ավելի հետևողական եւ ավելի վճռական լինել այնպիսի հարցերում, ինչպիսին արտաքին քաղաքական այն հիմնահարցերն են, որոնք դուք բարձրացրիք։ Ինչ վերաբերում է հապկի փոխարեն ինչ, ես կարծում եմ, որ ինքը հապկը այլևս իր կենսունակությունը սպառել է եւ Ռուսաստանը նոր ֆորմացիա է մտածում նաեւ եվրասիական տարածաշրջանում նոր անվտանգային համակարգ ստեղծելու վերաբերյալ, բայց մենք այստեղ տարածաշրջանում բոլորովին նոր իրողությունների առաջ ենք եւ ինչու չխոսենք օրինակ 52 թվականին Թուրքիայի եւ Հունաստանի միաժամանակ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու եւ այդպես խաղաղ գոյակցության ինչ որ մոդելի հնարավորության մասին։ Մենք հիմա այստեղ ակտիվ դերակատարություն ենք տեսնում Եվրամիության, Միացյալ Նահանգների, առանց որոնց կարծում եմ, որ տարածաշրջանում խաղաղություն հնարավոր չի լինելու ապահովել եւ պետք է հասկանալ թե այս զարգացումները ինչպիսի նոր ֆորմացիաների եւ նոր միավորումների անվտանգային է թվում նաեւ տնտեսական նաեւ ինչ նոր հնարավորություններ կբացի, որտեղ սահմանների նոր այսպես հերանեկարներ կբացվեն Թուրքիայի սահմանի, ինչպես նաեւ տնտեսական հնարավորությունները, որոնք այսօր ավելի մենք սկսում ենք հաշվել, նյութականացնել այն ահռելի ուրեմն օգուտները, որոնք հնարավոր է ընդհանրապես ճանապարհների ապաշրջափակմամբ ապահովել Հայաստանի համար, բայց այդտեղ էլ օրինակ հիմա նոր օրակարգային հարց է, երկաթուղու հարց է, ռուսները մենք գիտենք, որ արդեն իրենց հստակ դիրքորոշումը հայտնել են, որ պատրաստ չեն կոնցեսիան որևէ այլ երկրի տրամադրել եւ առաջիկա ընտրությունները նաեւ դրա մասին են Հայաստանը ի վիճակի կլինի օրինակ այնպիսի քաղաքական համակարգ ձևավորել, որտեղ օրինակ կարող է վճռականորեն այդ կոնցեսիան վերցնել իր ձեռքը եւ ինքը որոշել, թե ով պիտի կառավարի հայկական երկաթուղին եւ այդ երկաթուղին պիտի լինի խոչընդոտ Հայաստանի խաղաղության ճանապարհին, թե ոչ։ Սրանք կարևոր հարցեր են, իսկ ամենագլոբալ հարցը նա է, որ ընդհանրապես Հայաստանը չի կարող դաշնակցել երկրի կամ ռազմաքաղաքական այնպիսի միավորների հետ, որոնց համար խաղաղությունը լրջագույն խնդիր է։ Իսկ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը եւ խաղաղությունը ուղղակի անհամատեղելի են, եւ այս իմաստով կրկին մեր այս ընտրությունը առաջիկա
հենց այս հարցերի պատասխանն է խաղաղություն թե Ռուսաստան, խաղաղություն թե հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, խաղաղություն թե Եվրասիական տնտեսական միություն, եւ այս ընտրությունը ուղղակի անշրջելի դարձնելու համար ես կարծում եմ լայն կոնսոլիդացիա է պետք խաղաղության եւ դրան հասնելու ճանապարհի որոշումների շուրջ։ Շնորհակալություն։ Ես եմ շատ շնորհակալ։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրին, հաջողություն եւ համբերություն բոլորիս։